Բարև հարգելի հեռուստադիտող, դուք դիտում եք Մեդինֆորմ հաղորդաշարը եւ այսօր մենք զրուցելու ենք շատ կարեւոր մի խնդրի մասին, դա լսողության խանգարումն է, ինչպիսի լուծումներ ունի այն առհասարակ բուժումից մինչեւ վիրահատություն եւ նույնիսկ ականջներում լսողական սարքերի տեղադրում, իմպլանտացիա։ Այս ամենի մասին եւ սիրով զրուցելու եմ եկել Աստղիկ բժշկական կենտրոն, որտեղ զրուցելու եմ բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Աստղիկ բժշկական կենտրոնի գիտկոկորտ ականջաբանության բաժանմունքի ղեկավար Արթուր Կիմի Շուքուրյանի հետ։ Բարև ձեզ բժիշկ։ Շնորհակալ եմ ձեր շատ զբաղված ժամանակը Մեդինֆորմին հատկացնելու համար եւ ակնկալում եմ մեր հեռուստադիտողին տալ պատշաճ տեղեկատվություն իդեմս ձեզ։ Շնորհակալություն նման հնարավորության համար, որտեղ դա շատ կարևոր է, որ ազգաբնակչությունը, հասարակությունը իմանա ինչ խնդիրներ կան կապված նման հիվանդությունների հետ։ Շնորհակալ եմ բժիշկ իհարկե եւ ի սկզբանե լսողական խաթարում եւ ժառանգականության հետ կարելի է կապել եւ տարբեր ֆիզիկական գործոնների ներքո, որոնք են հիմնական պատճառները, ինչից պետք է խուսափել։ Պատճառները շատ են, բավականին, եւ եթե թույլ տաք կուզենայի մի քանի վիճակագրական տվյալներ ուղղակի ասեի, որ շատ կարեւոր է ազգաբնակչության մեջ մոտ 5%-ի մոտ նման խնդիրներ, նման հիվանդություններ հանդիպում են, դա կազմում է մոտավորապես 5% ազգաբնակչության, այսինքն մոտ 400 միլիոն մարդ տառապում է նման խնդիրներով եւ վիճակագրական տվյալները երբ հաշվարկել են, գտնում են, որ 2050 թվականին այդ թիվը կարող է հասնել մինչեւ 700 միլիոն։ Եվ եթե վերցնենք, ասենք, հասակային տարբերությունները, մարդիկ, որ 65 տարեկանից բարձր են, նրանց մոտ այդ տոկոսը կազմում է 25%։ Եվ նաև հստակ կա այդ հաշվարկը, որ 1000 ծնված երեխայի մեջ 1-ից 3-ի մոտ կարող են հանդիպել այս կամ այն փոփոխությունները կապված լսողության հետ, որը շատ կարևոր է եւ նույնպես մեր մոտ մեր հանրապետությունում այդ բանի վրա մեծ ուշադրություն է դարձվում։ Եվ նույնիսկ սկրինինգային ծրագրեր են, այո, ներդրվել այս երկու ուրեմն պետական ծրագրեր, մեկը դա խխունջային ներպատվաստման կամ կոխլեար իմպլանտացիայի ծրագիրն է, եւ մյուսը մանկական այդ նորածինների սկրինինգային աուդիոլոգիական ծրագիրը, որը հաստատվեց 2008 թվականից սկսած։ Բժիշկ, լսողական խնդիրները որքանով են մինչև վերջ լուծելի, եթե արդեն կա լուրջ խաթարում, խորացված խնդիր այս դեպքում։ Դուք հարցի մեջ նաև շեշտ դրեցիք պատճառները այդ բոլոր հիվանդությունները, նրանք բազմաթիվ են ցավոք սրտի, սկսած ժառանգական պատճառներից, տրավմաներից, այս կամ այն բորբոքային, նույնիսկ հասարակ ուրեմն հարփուխը կամ գրիպը կարող է բերել խանգարումների լսողության հետ կապված, եւ այստեղ շատ կարեւոր է, որ ճիշտ ձևով ախտորոշվի այս կամ այն հիվանդությունը, որտեղ դրանից կախված պետք է լինի նպատակային բուժումը, որը նույնպես կարեւոր է, որ մենք կարողանանք ճիշտ դրական արդյունքներ ստանալ այդ բուժումից հետո։ Եվ դրա համար ես նշեցի նորածինների մասին, որ ինչպիսի քանակ է կազմում, եւ առաջի ծնված այդ առաջի օրերից մենք կարողանում ենք նորացնի ճակատագիրը որոշել, եթե նա ունի այս կամ այն խանգարումները, կգնա նա դեղորայքային բուժման ճանապարհով, թե նրան հարկ կլինի պրոթեզավորում, այսինքն լսողական ապարատներով, թե կնշանակվի վիրահատություն, նշված խխունջային ներպատվաստման վիրահատությունը։ Դա պետք է ամբողջ կյանքում կրել, չէ՞։ Արդեն եթե նման վիրահատության խոսքը գնում է վիրահատության մասին, խխունջային ներպատվաստման, այո, փոխվելու է միայն արտաքին հատվածները, որտեղ ինքը իմպլանտը երկու մասից է բաղկացած, մեկը էլեկտրոնային սարքը, որը տեղադրվում է ականջի մեջ, եւ արտաքին մասը, որը կոչվում է ուրեմն պրոցեսոր, այսինքն դա համակարգչային հատվածն է, որը հնարավորություն կա, այո, որ պետք է կառավարվի։ Այո, բժիշկ, բայց այս դեպքում առաջանում են կյանքի որոշակի սահմանափակումներ, այնպես չէ՞։ Այդ սարքավոր ներկայումս ժամանակակից այդ սարքավորումները զարգանում են եւ հաշվի առնում այն բոլոր պայմանները, կյանքի տարբեր հնարավորությունները, որ նման հիվանդները, ովքեր կրում են բուժառուները, կարողանան օգտվել բոլոր կյանքի ուրեմն հաճույքներից, այսպես ասենք։ Եվ նույնիսկ նրանք կարող են լողանալ, ծովում, լողավազանում, եւ այդ սարքը որևէ եւ այդ սարքերը նման ձևով փոփոխվում են։
Կան գործոններ, որոնք կարող են նպաստել նրան, որ մարդը ունենալով հնարավորություն չկարողանա կրել այդ սարքը, հարակից հիվանդություններ լինեն, թե չգիտեմ, Այսինքն խոսքը գնում է հակացությունների։ Այո։ Նման վիրահատության համար կան ցուցմունքներ եւ հակացուցմունքներ։ Ցուցմունքները հիմնականում հիմնված են աուդիոմետրիկ տվյալների վրա, բժշկական ցուցմունքների վրա, նաեւ ընտանիքի անդամների վրա, որտեղ քանի որ երեխաների հետ է կապված մեծ մասամբ այս վիրահատությունը, շատ կարևոր է այդ մոտիվացիան, այսինքն պատրաստակամությունը ծնողների, թե ինչպես կգնա երեխայի այդ ուսուցումը, որտեղ սա հետվիրահատական շրջանը ավելի շատ նման է ուսուցման, սովորացնելու նրան նորից լսելու այդ սարքի օգնությամբ։ Եվ կան իհարկե հակացություններ, որը նաև եւ բժշկական են, եւ հոգեբանական, եւ ուրիշ, ասենք, տարբեր հիվանդությունների արկայության ժամանակ չի արվում այդ վիրահատությունը։ Կա լսողության այնպիսի աստիճան խաթարման, որի դեպքում արդեն այս սարքը տեղադրել չի կարելի։ Ընդհակառակը, հենց սարքը տեղադրվում է, երբ որ կա լսողության 4-րդ աստիճանը, այսինքն լրիվ խլությունն է։ Այո, այս դեպքում է տեղադրվում։ Եվ հակառակը, եթե կա դրանից ցածր ավելի աստիճաններ, այդ ժամանակ պետք է մտածել պրոթեզավորման մասին, ոչ վիրահատության։ Եվ նաև խոսենք այ հնդածս լսողական համակարգին ուշադրություն դարձնելու համար, սա հենց այն խնդիրն է, որին դիմում են, երբ արդեն բավականին խորացած է, ես այդպես եմ կարծում, այդպես եմ նկատել, ինչպիսին է պատկերը այդպես։ Շատ ճիշտ նկատեցիք եւ իսկապես այստեղ պետք է աչալուրջ լինի եւ բուժառուն եւ այն բժիշկը, որին դիմում է բուժառուն, որտեղ շատ, ինչպես նշվեց ամենասկզբից, շատ կարեւոր է ախտորոշումը, ճիշտ ախտորոշումը եւ ներկայումս կան մեր մոտ նաեւ Հայաստանում շատ հայտնի կենտրոններ, որոնք հագեցված են անհրաժեշտ սարքավորումներով, անհրաժեշտ տեխնիկապես, անհրաժեշտ դեղորայքային բուժում իհարկե կարևոր է, բայց այստեղ կարևոր է տեխնիկապես այդ սարքավորումների արկայությունը եւ նրանց օգնությամբ արդեն ճիշտ ձևով ախտորոշվում է եւ ճիշտ դիագնոզ է տրվում, որը արդեն հիմք է հանդիսանում ճիշտ բուժման նշանակման։ Պարոն Շուքուրյան, ես վստահ եմ, որ սա նորամուծություն է վերջին տարիներին, այո, եւ նույնիսկ հեղափոխություն կարելի է գրեթե համարել գիտկոկորտականջաբանության ոլորտում լսողական սարքի այսչափ բարդ տեղադրումը, որքանով է այն հասանելի միջին խավին եւ եթե գները բավականին բարձր են, ինչը եւ ենթադրվում է, ապա ինչպիսի մեթոդներ եք առաջարկում այն տեղադրելու համար։ Ցավոք սրտի դուք ճիշտ նկատեցիք, որ ինքը այդ վիրահատությունը համարվում է ծախսատար եւ մեծածախ պահանջներ է ուրեմն պահանջում եւ ուրեմն ընտանիքի կողմից, բայց մյուս կողմից պետք է նշեմ կարևոր հանգամանք, որ նշված այդ 2008 թվականից եւ հաստատվեց որպես պետական ծրագիր, խխունջային ներպատվաստման վիրահատության ծրագիրը, առողջապահության նախարարությունը հատուկ որոշումով հնարավորություն ստեղծեց, որ այդ ընտանիքները, որտեղ մանկական հասակում է դա կատարվում, իրենց ֆինանսավորի եւ հատուկ նույնիսկ հանձնաժողով ստեղծվեց առողջապահության նախարարություն, որը հաստատում է տեխնացուներին, որոնց կարելի է եւ հնարավորություն կա ֆինանսավորել եւ օգնել այդ վիրահատության հետ կապված, այսինքն տեսեք վիրահատության հետ կապված եւ կան հիվանդանոցային ծախսեր, որը բնականաբար նման մեծածախ վիրահատության հետ կապված պահանջում է ծախսատար հագեցվածություն, վիրահատական սրահում հատուկ գործիքների արկայությունը եւ մյուս կողմից նաեւ իմպլանտի հարցն է։ Բայց ցավոք սրտի իմպլանտը ինքը շատ բավականին մեծ գումար է պահանջում եւ այստեղ մեզ օգնում են իհարկե ընտանիքները, եթե հնարավորություն կա, բայց բնականաբար եթե պատկերացնենք մեր հանրապետությունը, շատ քիչերին կա այդ հնարավորությունը, որ կարողանան ինքնուրույն գնել այդ իմպլանտը եւ այստեղ մեզ օգնում են բարերարները, հիմնադրամները, որը նույնպես մեզ չթողեցին մենակ եւ մեր կողքին են, որը շատ կարեւոր է։ Այսինքն օգնում են տվյալ մարդուն ձեռք բերել այդ սարքը, ճիշտ ասած։ Այո, օգնում ֆինանսապես։
խոսքը գնում է ֆինանսապես օգնության։ Եթե նրանք ինքնուրույն չեն կարողանում այդ բանը անել։ Իսկ ինչ որ վճարման տարբերակներ կա բանկային եղանակով մաս, որպեսզի հեռուստադիտողն էլ կարողանա։ Խոսքը գնում է ինչ որ կրեդիտավոր։ Այո, ապառիկ կարգով այն։ Ապառիկ կարգով ցավոք սրտի, քանի որ իմպլանտները ներկայումս մի քանի առաջատար ֆիրմաներն են արտադրում, նրանք նման ծրագիր չունեն, նման ձևով իրենց դիմել չի կարելի եւ անպայմանորեն պետք է գումարը վճարվի միանգամից։ Սա է ամենադժվարությունը մեր բոլորի համար, որտեղ ստեղծում է ուրեմն խոչընդոտներ նույնիսկ։ Իսկ շատ են այն մարդիկ, ովքեր ունեն այսպես իմպլանտացիայի կարիք։ Ես վիճակագրական ասեցի, որ տեսեք, եթե վերցնենք երեխաների քանակը, դա կազմի մոտ 30 միլիոն։ 30 միլիոն, որը քիչ չի ընդհանուր ազգաբնակչության մեջ եւ մեր մոտ էլ վիճակագրական տվյալներով տեսեք այդ ծնված երեխաներից եթե 1000 մեջ 1 երեքի մոտ լինում է, դա նշանակում է եթե վերցնենք ընդհանուր մոտ 40,000 ծնունդ է լինում ամեն տարի, այսինքն 20-ից 40 երեխա արդեն պահանջ ունի։ Բավականին կարծում եմ նշանակալի թիվ է եւ այս ծրագիրը իրագործում է հիմ ներկայումս 2 կենտրոններում, դա Շենգավիթ բժշկական կենտրոնը եւ Երևանի բժշկական կենտրոնը եւ հաջողությամբ դրական արդյունքներով կատարվում են վիրահատությունները 2 կենտրոններում։ Այո, պարոն Շուքուրյան, եթե երեխան ծնվել է երկկողմանի խուլ եւ համր ծնողից, այսինքն ժառանգականությունը կրկնակի անգամ ընդգծված է, այս դեպքում հնարավոր է վերականգնել նրա լսողությունը նման սարք տեղադրելու միջոցով։ Հարցադրումը նույնպես կարեւոր է, որտեղ շատ անգամ ծնողները չեն պատկերացնում եւ չգիտեն ինչպես վարվել այդ դեպքերում։ Ինչպիսի աչալորձություն է պետք իրենց կողմից եւ նման երկկողմանի դեպքում անպայման չի որ երեխան ունենա այսքան այն խանգարումներ, բայց ցավոք սրտի ռիսկը եւ տոկոսը այն որ նրա մոտ նույնպես խանգարումներ կլինի մեծ է եւ այս դեպքում ես ուղղակի խնդրում եմ նման ծնողներին որ ուշադիր լինեն եւ դիմեն մեզ ի սկզբանե որտեվ երեխայի մոտ մինչեւ 3-4 տարեկան խոսակցական կենտրոնը զարգանում է եւ եթե դրանից հետո դիմեն մեզ արդեն դժվար կլինի նրան նույնիսկ նշանակել նման վիրահատություն եւ շատ կարեւոր է ճիշտ ախտորոշումը այդ պատճառով ինչքան շուտ դիմեն մեզ այնքան մենք կարող ենք ավելի ճիշտ ձևով եւ ավելի մակարդակով օգնել նրանց։ Եվ հավանականությունը, որ կարելի է վերականգնել, օգնել, ավելի մեծ է։ Շնորհակալ եմ պարոն Շուքուրյան այս անչափ հետաքրքիր ինֆորմացիայի համար, որովհետև շատերը նույնիսկ չգիտեն, որ խնդիրը այսպիսի լուծում ունի կամ Հայաստանում կարելի է այսպիսի եղանակով լուծել։ Եվ կարծում եմ իսկապես մեր ինֆորմացիան ճիշտ կիզակետում կարող ենք համարել հեռուստադիտողի համար։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաև ձեզ ուշադրության համար, իսկ ես մեկ անգամ եւս հիշեցնում եմ, որ լսողական վերականգնման տարբեր մեթոդների մասին եւ հատկապես իմպլանտացիոն եղանակով իսպառ վերացնելու մասին խնդիրը եւ լսողությունը վերականգնելու մասին զրուցեցի Երևան քաղաքի գլխավոր մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Առողջապահության նախարարության խորհրդատու Աստղիկ բժշկական կենտրոնի գիտկոկորտ ականջաբանության բաժանմունքի վարիչ Արթուր Կիմի Շուքուրյանի հետ կարծում եմ հենց իմ ներկայացրած ցանկը խոսում է բժշկի հանդեպ անչափ մեծ վստահության եւ անցած պրոֆեսիոնալ շատ մեծ ուղու մասին այնպես որ նման խնդիրները որոնք կապված են գիտկոկորտ ականջաբանության հետ վստահ եղեք որ հրաշալի եւ պրոֆեսիոնալ ձևով կարող են լուծում գտնել պարոն Շուքուրյանի մոտ դե իսկ հեռախոսահամարները տեսնում եք ձեր էկրաններին իսկ ես ձեզ մաղթում եմ ամենակարևորը առողջություն եւ մշտապես հետևեք մեր հաղորդումներին քանի որ այնտեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող ամենատարբեր հարցերի պատասխանները կհանդիպենք